Ողջույն, ես դիզայներ, մոդելավորող Նաիրա Հարությունյանն եմ եւ այսուհետ 21 TV-ի եթերում մենք միասին քայլելու ենք նորաձևության հետքերով։ Նորաձևության մի քանի տարիների օվերսայզ գիրակայությունից հետո դիզայներները կրկին շեշտադրում են կանացիությունն ու հստակ ընդգծված գծերը։ Եթե նախորդ սեզոնները նվիրված էին ազատությանը, առավելագույն հարմարավետությանն ու առանց ձևի հագուստին, ապա 2025 թվականի աշունը նորից բերում է նորաձևություն ընդգծված գծերով կիպ ուրվագծեր, էլեգանտ դասականություն եւ աշխատավայրի ոճի նոր մեկնաբանություն։ 2025 թվականի աշնան ընդհանուր միտումները հետևյալն են. կանացիությունն այլևս չի ընկալվում որպես գործնականության հակադիր։ Ընդհակառակը, այն դառնում է ինքնավստահության, էներգիայի եւ ուժի խորհրդանիշ։ Միևնույն ժամանակ նորաձև է մնում խաղը հյուսվածքների հետ։ Թափանցիկությունն ու շերտավոր հագուստները, որոնք օգնում են դասական ոճը հարմարացնել ժամանակակից կյանքի ռիթմերին։ Հաջորդ կարևորը շերտավոր հագուստն է։ Այս սեզոնին ակտուալ են բարդ համադրությունները, երբ հագուստի յուրաքանչյուր շերտ երևում է մյուսի տակից։ Օրինակ ջերմաշապիկը վերնաշապիկի տակ, իսկ վրան ժիլետ կամ կարդիգան, իսկ ամենավրայով բաճկոն կամ վերարկու։ Կարևորը չափը չանցնելն է, համահունչ կերպար ստանալու համար։ Փորձեք համադրել տարբեր երկարություններ, հյուսվածքներ եւ գույներ։ Բացի այդ, նորաձևության մասնագետները թույլատրում են ոչ ստանդարտ համադրություններ։ Օրինակ, ամառային զգեստը ջինսերի վրա, կարճ թոփը ջերմաշապիկի վրայով կամ տարբեր երկարությամբ մի քանի կարդիգաններ։ Նման շերտավորված կերպարը պահանջում է ոճի զգացողություն, սակայն թույլ է տալիս ստեղծել հիշվող եւ ինքնատիպ տեսք։ Դե ինչ իմ սիրելիներ, այսօրվա համար ես նախատեսել էի այսքանը, սրանք են հիմնական թրենդերը, իսկ ավելի մանրամասը ես ձեզ կպատմեմ իմ հաջորդ եթերներում։ Եղեք գեղեցիկ, երջանիկ եւ հաջողակ ու միշտ քայլեք նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ։